Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր 7:30-ի սահմաններում այցելել է Երևանի Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը հացադուլ անցկացնող Ռաֆֆի Հովհաննիսյանին։ Ավելի ուշ Հովհաննիսյանին այցելության էին եկել ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Այս հանդիպումների մանրամասների մասին Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանություն տալ, իսկ երբ փորձեցինք մոտենալ Ռաֆֆի Հովհաննիսյանին, պարոն Հովհաննիսյան, շատ լավ եմ ժամը 5-ին կդամ համույի ասունից շնորհակալություն։ Այս գիշեր Ռաֆֆի Հովհաննիսյանի աջակիցներին հաջողվել է անձրևից պաշտպանել Ժառանգության առաջնորդին ծածկ տեղադրելով։ Մամուլի ասուլիս հրավիրած Ժառանգության կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ոստիկանների հետ խնդիր չի առաջացել ծածկ տեղադրելիս, պարոն Մարտիրոսյանն ասաց հնարքի են դիմել, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները որոշակիորեն ընդառաջել են։ Ոչ թե հենակները դնեցին գետնին, ինչը սկզբում արգելում էր ոստիկանությունը, այլ անձրևանոցով արկի գետնից փոկեցինք եւ պահեցինք մեր ձեռքերի մեջ, մեր ձեռքերի վրա, ինչը օրենքով արգելված չէ, բարեբախտաբար դեռևս դա օրենքով չեն արգելել մեր իշխանությունները, ինչպես կառավարությունը իր որոշումով այս ասֆալտը սարքեց պատմամշակութային արժեք, որի Քաղաքապետարանից էր այսօր սպասում են վրան տեղադրելու հետ կապված որոշմանը։ Սա բավականին բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար եւ որքան էլ փորձում են ինչ-որ ցինիկ արտահայտություններ անել հաց չուտելու վերաբերյալ, հույս ունեմ, որ գործող նախագահը իր շատ թիմակիցների չի լսի եւ կհասկանա, որ պատասխանատվությունը բացառապես իրենն է։ Երեք լրահոսներից մեկը հրապարակել էր մի ցուցակ, որով իբրև Ժառանգությունը ստվերային կառավարության կազմ է առաջարկել։ Հրապարակումից քիչ անց Ժառանգությունը հերքեց այդ հաղորդագրության իսկությունը։ Մարդիկ երբեմն չափազանց մեծ երևակայություն եւ ստեղծագործական եռանդ են ունենում եւ ինքնուրույն ինչ-որ ցուցակներ են կազմում, ցանկացածը այստեղ կարող է ինչ-որ մի ցուցակ կազմել, բայց դա կապ չունի այս շարժման համազգային այս պայքարի հետ։ Ինչ նպատակ դա ունի եւ հետամուտ լինելու եք, տեսնեք թե ում կողմից է դա արվել։ Ուշադրություն փոքր շեղելու, կարտաժամկետ ինչ-որ շոու սարքելու, մի փոքր նաեւ ցեխ արձակում իրականացնելու համար է, ոչ ավելի։